Ինձ համար հետաքրքիր է դուք ինչ եք իմ երեխային պատմելու, հանկարծ գլուխը չլվանակ հետ բերեք։ Ինչի պիտի տղեն կանգնի դարպասին։ Նախ եւ առաջ ես զանգարել եմ համապատասխան վերահսկող մարմիններին եւ հարցրել եմ արդյոք ճամբարները ինչ որ ձևով վերահսկվում են բացարձակապես։ Ինչ եմ ես լցնելու ձեր երեխայի Դրանից էլ եկել է խնդիրը, հենց որ պահանջը չկա, դրա համար վերահսկող օրգաններ էլ չկան։ Ինչ պիտի ես ասեմ, որ թիրախավորեմ այդ լայն զանգվածին, որին հետաքրքիր է միայն սնունդն ու քնատեղը։ Մեր հայ մամաները, տատիկները իրանք շատ գերխնամք, փաթաթած։ Հարաբերս չեմ հիշում, ես ինչ եմ կերել եմ, չեմ կերել։ Իմ համար այդ ժամանցն է հետաքրքիր ու այդ ամեն ինչը իմ մոտ տպավորվել է որպես վառ հիշողություն։ Կա ինչ-որ մի հատ գումար, որ դրանից ներքև ծնողը պետք է մի հատ իրան հարց տա։ Ոնց են տեղավորվում այս գումարի մեջ։ Չչոցը լսում ես կամ 14 տարեկան երեխայի ծնողը զանգում, ասում է գիշերը տղաս գնում էր զուգարան եւ տեսավ սարդ։ Ըստ Verified Market Report-ի, ճամբարների համաշխարհային շուկան 2023-ին գնահատվել է մոտ 5 միլիարդ դոլար, իսկ 2031-ին կանխատեսվում է մոտ 6.91 միլիարդ դոլար։ Մոռացված էր ճամբար։ Ճամբարը մոռացված չի եղել համենայն դեպս մեզ համար, որովհետև ես իմ ամբողջ կյանքը անցկացրել եմ ճամբարում եւ չեմ հիշում մի տարի, որ չի գործել մեր ճամբարը։ Թերևս միայն կորոնայի տարի։ Իսկ քանի որ մենք ցանկալի ենք մի քիչ բիզնեսի դա այսինքն կար պահանջարկ նաև դեպի հենց կոնկրետ ձեր ճամբարը, այսինքն դուք աշխատում եք պարզ է, դա ձերն է, սիրում եք դա այդ երևույթը եւ կարող եք բացվել նաև 10 հոգու համար, չնայած հաստատ մի հատ թիվ կա, որից ներքև արդեն ֆինանսապես նույնիսկ անիմաստ է, հա։ Թե հենց իսկապես, այսինքն միշտ պահանջարկ եղել է դեպի ճամբար։ Տեսեք, 2000 թվականներից արդեն երբ որ ճամբարը մասնավոր էր, մեր սեփականներ, մենք միևնույնն է շարունակում ենք նույն կերպ աշխատել, ինչպես որ աշխատել ենք պետական ժամանակ։ Այսինքն մենք ունեցել ենք մեր կորպորատիվ հաճախորդները, մի քանի խոշոր ընկերություն, ովքեր իրենց աշխատակազմի երեխաներին ամբողջ ամառը երեխաներ հանգստացել են մեզ մոտ։ Եվ դա 100 կամ 200-ի մասին չի խոսքը, 1500 երեխայի մասին է 3 ամիսների ընթացքում։ Իսկն մի ամբողջ ընկերություն, ում երեխաները 10 հերթափոխով հանգստացել են։ Ես ձեր էջը մի քիչ նայեցի եւ տեսա մի քանի հետաքրքիր բան, դա փրփուր փարթիներն էր եւ լողավազաններ, ինքը տես տարբերվող ոչ դասական ճամբարային ու այն պատկերացումը, որը կա, ուզում եմ հասկանամ ինչ թրենդ է գալիս, ծնողներից է գալիս օրինակ պահանջը եւ հետաքրքրություն նմանատիպ ֆորմատների եւ կուզեմ Աննային է նաեւ լսեմ որպես ծնող, ինքը ինչին է ուշադրություն դարձնում, երբ երեխային ուղարկում է ճամբար։ Արդյոք այդ փրփուր փարթին, լողավազան, այդ ամեն ինչը ընտրելու մեջ շատ կարևոր դեր է, թե այլ կարևոր կետեր կա ձեր համար։ 20 թվականի եւ կորոնայի ժամանակ շրջապատում բոլոր հյուրանոցները աշխատում են, բայց չէր աշխատում մեր ճամբարը, հակառակը մենք ունենք հսկայական մեծ տարածք եւ մեր մոտ բոլորը իրար քիփ չէին եւ այլն, բայց միևնույնն է երեխաների համար աշխատանքը չէր թույլատրվում։ Եվ 20 թվականից հետո փաստացի չենք աշխատել, դատարկ ենք եղել, մեր ընտանիքը դա չէր գնացել, հանգստանում էր։ Իսկ 21 թվականին մենք պատկերացում չունեինք ինչ կլինի եւ ինչքան երեխա կլինի։ Ներողություն, 20 թվականին ծրագրեր ունենք, նկարահանումներ ունենք ու մի փոքր խմբեր ունենք, էլի մեր ընտանեկան ընկերական շրջապատից, մտածում ենք ինչ հետաքրքիր անենք, որ այս երեխեքը գոնե չձանձրանան, որովհետեւ հսկայական ճամբարում 20-30 երեխա մեր համար դա մեր համար անհետաքրքիր էր։ Ու տենց մի օր որոշեցինք վարդավառի ժամանակ փրփուր փարթի հրավիրենք, հետո դա այնքան հետաքրքիր դարձավ բոլորի համար, հաջորդ տարին գրեթե ամեն հերթափոխին հրավիրում էինք, բայց բնականաբար համը կորցնում է դա, հիմա միայն պահպանել ենք վարդավառի ժամանակ։ Մի օրն եք անում։ Հա, որովհետև Պահանջարկ չկա։ Դե յուրաքանչյուր ծնող ծնունդին իր երեխայի կարող է իրեն թույլ տալ, ինչ որ միտեղ մանավանդ ամռանը, մենք շատ ենք սիրում տարբեր տեղեր նշել, բաց տարածքներում եւ դա շատ արդեն իր էֆեկտը կորցրեց։ Հա, միանշանակ։ Ասեմ, որ ինձ համար կոնկրետ հաստատ փրփուր փարթին որոշիչ չի լինի երեխային ճամբար ուղարկեմ թե չէ, ճիշտ հակառակը։ Վերջերս հենց փոքրս եկավ ճամբարից 12 տարեկան դեռատի աղջիկ, ինձ թվում էր գալու է եւ մենք տենց մի շաբաթ բողոքի ալիք ենք լսելու, ըստ որում շատ վայրի ճամբար էր, այսինքն բանի վրանների մեջ, ինչ որ տենց բնություն, գետ, լիճ, սար, ձոր
Ինձ թվում էր դե վերջ, ես սպասեմ պատրաստ եմ, որտեվ բետոնի մեջ մեծացած ասֆալտի վրա մանկություն անցկացրած այս քաղաքի երեխաները, դեպս Երևան քաղաքի, նշենք որ քաղաքի երեխաները ընդհանրապես ոչ բնական միջավայրում մեծացող ինչ որ էակներ են, որտեվ բնությունը մեզ չէր ստեղծել, որ մենք լինենք պանելային շենքում, ասֆալտի վրա խաղանք, դա ընդհանրապես բնությունից հեռու էր։ Ու ես ուզեցի sense բնություն որպեսզի մարդը գտնվի իր համար ի սկզբանե դրված ճիշտ բնական միջավայրում։ Բայց սպասում էի, որ այդ ստրեսը կլինի ու երջանկությունից ինքը երջանիկ եկավ եւ ընդհանրապես որևէ բողոք միջև հիմա կապի մեջ են երեխաները, ընդամենը 5 օրյա ճամբար էր։ Իսկ գնալուց առաջ ինքը ցանկացել է այդտեղ թե ձեր Շատ։ Ես որ ասի գնաց ճամբար, ասի արի մի հատ նայել, բայց ձյաձյա մի հատ ճամբարի մասին է պատմում։ Հա մամա երջանկությամբ դա ինձ համար են որ առաջին նշան էր թե ես ինչ հիմար եմ որ սա չեմ արել նաև մինչև այդ ու հիմա քանի որ տալիքի վրա ընկել ենք կարծում եմ որ գուգարք ճամբարը եւս մի քիչ բիզնեսի տեսանկյունից էլի ես վերադառնամ տեսեք ծնողի համար ինքը որոշում որովհետև մենք երբ որ կոմունիկացիա ենք կառուցում ցանկացած բիզնես երբ որ կոմունիկացիա է կառուցում ինքը քաչ գիտակցում է որոշում կայացնողը ծնողն է վճարողը ծնողն է բայց մնալ միջև վերջ օգտվել երկրորդ անգամ գալ Էդի արդեն երեխայի ձեռն է, հա։ Հետևաբար դու երկու տեղով խաղում ես իր հետ, հա, այսինքն ծնողին իր ոնց որ ասում է կապրիզներն ես բավարարում, հետո որ երեխան գալիս է, ամեն ինչ անվես, որ իր մոտ իր սպասումները արդարանան եւ հետո ամեն ինչ անես, որ երեխան որոշման վրա ազդի, այսինքն երեխա ասում ենք, բայց երեխաները շատ հաճախ ազդում են մեր որոշման վրա։ Դե դուք հարցնում եք, ամեն դեպքում հիմա մի քիչ ուրիշ սերունդ է, այսինքն եթե մենք ես միշտ օրինակը բերում եմ, էլի, եթե մեզ առաջ պետք է տանեին հորքուրի կամ տատիկի տուն, դա որպես առավելություն էր մատուցվում, դու մի բան արա, որ քեզ հետը ստանենք, էլի։ Հիմա դա պատիժ է։ Խելոք մնա, թե չէ կտանենք հորքուրի տուն։ Այսինքն կյանքը փոխվել է, հա, լրիվ փոխվել է, կորդինալը փոխվել է, էլի։ Հա, այդպես լիքը բաներ երեխաներին ավելի հետաքրքիր է։ Փակ իրանց միջավայրում դու իրանց կարծիքները հաշվի ես առնում։ Իրանց սենյակում, իրանց ծնունդերին ունեն իրանց սեղանը, որտեղ տես տխուր խորոված է նայում, թե ոնց են երեխաները պիցա ընտրում։ Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ մենք ճամբարը բիզնես դարձնելով, որոշենք մեկ ընդհանուր մարքեթինգային ստրատեգիա ու այդ մեկ ընդհանուր ռազմավարության բոլորին հասնենք։ Դա անհնար բան է։ Ճիշտ է։ Իսկ կարելի ասել գրադացիա, ունեք ծնող 1, ծնող 2, ծնող 3, բայց ոչ արևմտյան մոդելով էլի նկատում մամա պապայի տեղ, այլ խումբ, ծնող 1, ծնող 2, ծնող 3։ Իրենք շատ են, դա անգամ 3-ը չեն, հա, իրենք բավականին շատ են։ Ամեն ծնող փնտրում են բան, մեկը ուղարկում է ինձ նման բնություն, այնքան ա որ թող չլողանա այդ 5 օրը, թող ատամները ճիշտ չլվանա այդ 5 օրը, էական չի, ինչ հա։ Իսկ ինչ ա լինում։ Իսկ ինչ ա լինում, որ օրինակ չի լողանում, ոնց որ feedback էլի վերջում ինչ է։ Ոչ մի բան չի լինում։ Ուղղակի երեխան հասկանում է, որ տենց էլ կարելի էր, այն որ տանը միշտ մեկը ասում է քնելուց առաջ մտիր բաղնիկ եւ այլն, այնտեղ այդ ասողը չկար, վաու, այս ինչ երջանկություն էր, որ վերջապես 5 օր ապրեցի առանց այդ խենթ պարտականությունների ու պարտավորությունների։ Լրիվ համաձայն եմ, այնպես չի որ երեխան չի զգում այդ ավելի շատ ծնողն է իմանում, որ երեխան չի լողացել։ Այնպես չի որ երեխան չի իմոտ հակառակ ազատություն է ստացել։ Ազատություն ես սովորաբար որ ուղարկում հորքուրների ու տատիկների տուն, ասեմ լավ դուք չեք ուզում գնաք ինձանից պրծնեք, էլի ասեմ։ Գոնե մի 5 օր ես գնում էի ամիսներով ապրում էի գյուղերում իմ տատիկ պապիկներ, դուք ցավոք չունեք գյուղում տատիկ պապիկ։ Այսօր ես տեղափոխվում եմ գյուղ, այդ էլ իմիջիալոց էլի հետաքրքիր, չգիտեմ, բիզնեսին ոնց առնչում, ես տեղափոխվում, մենք ընտանիքով տեղափոխվում ենք Երևանից գյուղ։ Ինչու։ Ապա հարցրուկ, ասում հա հարցուր ինչու։ Իմ թոռը գյուղում ունենա տատիկ պապիկ։ Իսկ ես ինձ շատ հեռու չեմ երևի, մի 10 տարուց արդեն։ Ու այդ մարդը այդ ընդհանրապես որոշել եք տեղափոխվել այնտեղ ապրել։ Ընդհանրապես տեղափոխվում ենք գյուղ։ Դրա համար ծնողների պահանջները շատ տարբեր են։ Այսօր ճամբար ասած է, ես ավելի շատ հասկանում եմ ամառային մի հատ միջավայր, որ ծնողը կարողանա գնա գործանի ու Երևանի մեջ դա ճամբար է, որտեղ ընդհուպ միջև դաս են անում, ինձ համար դա ճամբարի ճտարն էլ չի։ Հետևաբար վերջացրած, չգիտեմ, Լոնդոններում, Պրահաներում եւ այլ ուսումնական կենտրոններում բավականին թանկարժեք, ինչ որ փորձի փոխանակման ծրագրեր կամ ուղղակի տուրիստական ծրագրեր ճամբարի ճտարի հետ ինձ համար դա գրեթե ընդհանուր ոչինչ չունի։ Դուք ում եք թիրախավորում։ Ով է ձեր ծնողը։ Ես այո։ Ես մեծ հաճույքով թեյ թիրախավորի այն մարդկանց, ովքեր առաջերտին ուզում են լսեն սնունդի լոգարան գնալու քանակության կամ լողանալու երեխաների այդ հարցը տվել, չէ՞։ Ինչա ուտելու, որտեղա քնելու։ Անընդհատ։ Մենք մանկապարտեզ էինք բացում։ Մենակ եւ երկու հարց էին տալիս։ Ինչա ուտելու, որտեղա քնելու։ Լրիվ նորմալ է, համաձայն եմ, բայց իմ համար նորմալ է, գիտեք։ Ինձ համար հետաքրքիր է դուք ինչ եք իմ երեխային
պատմելու, հանկարծ գլուխը չլվանակի հետ բերեք միանշանակ։ Հիմա ես մի պատմություն պատմեմ, հենց հիմա այդ երեխան մեր ճամբարում է, չգիտեմ իրավունք ունեմ պատմում, թե չէ, բայց անուններ չեմ տալիս։ Շվեյցարիայից երեխա է, հայրը նախկին հոգեվարականը զանգեց, բարև ձեզ։ Առաջի բառը, որ հարցրեց, ախանդավորական ինչ-որ կազմակերպություն, ճամբարներ, տենց բաներ անում եք, չէ։ Հա, որտեղ վտանգը շատ է, որտեղ չեն հայտարարում դա։ Դու դա իմանալու ես 7-րդ օրը։ Նույնիսկ ծրագիր չենք ընդունում։ Լինեիք աղանդա, որ չեք պարկասո եւ ասեիք չէ, ինքն հավաքատել էր ուղարկել, բայց առաջիկում դուք ունեք մի հատ երիտասարդ, աճող մի հատ ուղեղ, որին ինչ լցնես ինքը կընդունից, որում եթե ճիշտ ու գրագետ լցնես, ինքը տեղյակ էլ չի լինի, որ դա վերցրեց, վերջում կվերադառնա, հետո մի հատ էլ հաջորդ ամառ կգա ու վերջ։ Իմ ծանոթների երեխաները ցավոք վերջերս հորը կորցրել են եւ այլն։ Ես չգիտեմ ոնց են դուրս գալիս այդ աղանդավորական ճամբարները նմանատիպ իրավիճակում հայտնված ընտանիքների վրա։ Երկրորդ տարին է, ասում եմ, խնդրում եմ, երեխեքին բերի մոտ, թող կտրվեն այդ միջավայրից։ Չէ, ընկերուհիները ասել են պետքա գնանք այսինչ ճամբարը, արդեն մի քանի տարի է գնում են, փոքր երեխուն չեն տանում, մենակ մեծին են տանում։ Խնդրում եմ, ասում եմ, մի տար էլի։ Այդ մի աղջիկ, այդ տարիքի աղջիկ երեխան չի կարելի պրոստը թողնել այնտեղ։ Ինչի ես դու։ Իսկ կա ինչ-որ վերահսկողություն պետական ծրագրերի մասով դու։ Այսինքն ձեր ծրագիր ունենք դուք կազմեցիք, առաջի օր էսիշ բաներն եք անելու, երկրորդ օր էսիշ բաներ եք անելու, երրորդ օր մեկը հարցնում, այ դուք ինչ եք անում։ Ես վերջերս զանգահարեցին, հանրային ռադիոյից ինտերվյու եմ տվել եւ մի քանի հարցեր տվեց, հարցում եմ ինչն է էլի քո համար այդ հարցերի դրդապատճառը, ասում եմ նախ եւ առաջ ես զանգահարել եմ համապատասխան վերահսկող մարմիններին եւ հարցրել եմ արդյոք ճամբարները ինչ որ ձևով վերահսկվում են բացարձակապես չեն վերահսկվում դա մենք դա գիտենք մնում է ծնողի ռիսերչի վրա մնում է ծնողի ռիսերչի վրա եւ մնում է արդեն ճամբարի բարեխղճության վրա բայց ես եմ հիմա այս տարի որոշել եմ ճամբար բացեմ ու այդ ճամբարը պայմանական անունը դրել եմ չգիտեմ բերեք ձեր երեխաներին թող իրանք նիհարեն ոչ ոք չի վերահսկելու որ պատան երեխան չպիտի նախ սկսենք պատան երեխան չպիտի նիհարի դու իրավունք չունես պատան երեխուն ասես դու գեր ես դու պետքա նիհարես ես տենց թրենդային բան եմ բացել դրեմ ճամբար սարքեմ դրեմ ճամբար գիծ ռիթրիթ հա բերեք թող նիհարեն ձեր երեխեքը ու մեկը չգա ինձ ասի այ տղա դու գիտես որ այս 200 երեխա են լուրջ տրավմայով մտնել են իմ հասարակություն։ Այո։ Դու ինչ իրավունքով ես էսից տեղանում։ Այդ հարցում եք տալի։ Դες ընդհանուր օդի մեջ կախվեց։ Այնքան անգրագիտություն կա ընդհանրապես այդ առումով, ասեմ, երբ մենք ժամանակին բացում ենք մանկապարտեզ, ես sense ծրագիր, այդպես պատրաստել եմ պրեզենտացիա եւ այլն, ամեն ինչ։ Գալիս է ծնողը, ես այսպես մի ժամ լցնում եմ, թե ինչ մարդ ենք կերտելու, երբ երեխան 6 տարեկանում մտնի դպրոց։ Այդ մարդակերտման process-ում մենք ինչ դեր ունենք ձեր հետ միասին սիրելի տանիք։ Վերջում ասեմ, հարցեր ունեք, այո, եւ բոլոր հարցերը, ինչ է ուտելու, որտեղ է քնելու։ Իսկ ես ասած եմ, որ ոնց, ինչ եմ ես լցնելու ձեր երեխայի գլուխը։ Դրանից էլ եկել է խնդիրը, հենց որ պահանջը չկա, դրա համար վերահսկող օրգաններ էլ չկան, որոնց ես եմ հասկանում, ինչ է անցնում ծնողի մտքով։ Ես ճամբար լինելով, դիսուկ ճամբար եմ, այդ ինչ պիտի ես ասեմ, որ թիրախավորեմ այդ լայն զանգվածին, որին հետաքրքիր է միայն սնունդն ու քնատեղը։ Ինչ պատմեմ սննդից ու քնելու տեղից ես դրա համար ասացի, ցավոք սրտի ես կուզենամ որ չլինեն մեր թիրախը չլինի այն ծնողը, որին հետաքրքրում է միայն ուտելը եւ քնելը կամ նորմալ է, իրանք մեծ են, իրանք շատ են։ Գնում են 4 օր նոր տարի են նշում, հետո 2 օրերի հերթ են կանում, հետ են գալիս, հա, ամբողջ տոնը փչացած, հիմա նույնն էլ ծովին է վերաբերվում, հա, անտանելի հերթ։ Ինքը գնում է այնտեղ, հետո նայում ես այդ դեմքերը մարդիկ որ հետ են եկել 7 օր, հանգստանան։ Բայց այդ երևույթը կա, ու այդ լրիվ նորմալ է, որ դու պետք է հասկանաս ոնց այդտեղ աշխատես։ Պիտի ասես, ինչ պիտի ուտեն, ուր պիտի քնեն, քանի անգամ պիտի լողացնեն։ Թող դա մի տեղ գրած լինի ծրագրի վերջում, մարքեթինգի ծրագրի վերջում։ Իրանք կարանան ձեզ լսեն, ձեզ տեսնեն, այսինքն տեսնեն այն պատասխանատու ճամբարը։ Ինչի եմ ես մի քիչ ոչ համաձայն ձեզ հետ։ Մենք ենք ձևավորում առաջարկը։
կներեք, պահանջարկը, այսինքն մենք ասում ենք Ժորժան, էսա կարևորը։ Հա, ես իմ թիմի հետ միշտ ունեմ այդ խնդիրը, ասում են, բայց ախր մեծ մասը սենց, ասում եմ, այդ մեծ մասը իմը չեն։ Ու ես այդ մեծ մասի ուղեղը փոխելու եմ, այդ իմ փոքրիկ ամեն մեկիս գործի տեղը, մեր փոքրիկ առաքելությունն է, չէ՞ որ ձևավորել ավելի գրագետ մասա, որը հետո կա քո մոտ։ Եթե մենք հաց չենք վաճառում, հացը պետք է բոլորին։ Այնտեղ չի քննարկվում, հացը չեն անում մարքեթինգ։ Երեք այս վաղվա հերթափոխի ցուցակն ենք հավաքում ու երբ որ գրանցվել են կոմենտների տեղ կա մի 4 երեխա ովքեր անցած տարի եղել են մեզ մոտ, հիմա նորից գալիս են, ծնողը կոմենտ է գրել։ Շատ երեխաները եկել էին նիհարած, ինձ թվում է ձեր ուտելիքը լավը չի, բայց իրանք ձեր մոտ են ուզում գան, դրա համար ենք ուղարկում։ То есть это ուտելու թեման, կոմենտում ուտելու թեման է։ Քանի որ երեխաները ճամբարում ակտիվ զբաղվում են, սպորտով են զբաղվում, վազում են, պարում են, նորմալ է։ Նորմալ է այնտեղից, որ իրենք ներողություն, օրը 4 անգամ ուտում են։ Այսինքն ռեժիմով ուտում են եւ ռեժիմով առավոտյան մարմնամարզություն են անում, լողավազան են գնում։ Համոզված եմ դուք տալիս եք այդ սպիտակուցները յուղերը եւ այն չափաբաժները, որը որ պարտադիր է այդ տարիքի համար։ Որը որ հաստատ տունը ձվով եւ սասիսկով դա չի փակվում, էլի։ Չէ։ Չգիտեմ, այդ նախաճաշի տեսակմանը առավոտյան նախաճաշը երեխեն քիչ կերավ եւ այլն, ման տվառոք չի ուտում, չգիտեմ, ձու չի ուտում։ Որ խոզված էիք ճամբարում ուտում էիք։ Չէ։ Ես ճիշտն ասած ճամբարում եղել եմ մի քանի անգամ, ամենաերկար ժամանակահատվածը եղել եմ 20 օր, ու այդ 20 օրվա մեջ ես դժվար ուտող մարդ եմ, այսինքն ոչ ամեն ինչ եմ ուտում, բայց ես ընդհանրապես չեմ հիշում ես ինչ եմ կերել եմ, չեմ կերել։ Ինձ հետաքրքիր է ժամանցը ու աչքերը կարևոր օրգանն են, այդ տարբերակը։ Իմ համար այդ ժամանցն է հետաքրքիր, ես հիշում եմ որ մենք խաղում էինք, ինչ որ բառեր էինք անում, թիմային խաղեր ունեինք ու այդ ամեն ինչը իմ մոտ տպավորվել է որպես վառ հիշողություն։ Հիշում եմ մեկ էլ որ 10 օր չենք լողացել, բայց չենք նեղվել դրանից, այսինքն որ 10 օր չես լողանում, նա ինչ որ աշխարհի բոլորը չէին լողանում, էլի։ Ոնց այդ սխտորը ուտում, հետևի որ բոլորը սխտոր ուտեն, էլի, որտեղ ոչ ոք չի նեղվի։ Լավ, եկեք սենց ասենք, ուտելիքի թեման հնչեց։ Միացած կարևոր էլի բիզնեսին վերադառնանք։ Չէ՞ որ այդ եթե վերցնենք 7 օր, իսկ 7 օրը բավականին այսօր լուրջ ժամանակ է 7-ը 10-ը 21 էլ չեմ ասում, հա, որպեսզի մարդու մոտ ձևավորվի սննդի վարքագիծ։ Այսինքն շատ դեպքերում ծնողները բողոքում են, երեխան ուտում է միայն չիփս, երեխան ուտում է միայն սա։ Երբ որ ինքն գնում է մի հատ միջավայր, որտեղ իր նմանները պայմանական ուտում են ապուր, ուտում են ինչ-որ մի բան, շատ հնարավոր է իր մոտ այդ վարքագիծը սկսի ձևավորվել է։ Այսպես բան է, ծնողավարության մասնակից ասեմ հանգիստ թողեք, որ սովացանակ ուտի ինչ-որ միանշանակ։ Հիմա Իմ 5 երեխաները այս պահին ճամբարում են։ Ես չգիտեմ իրենք ինչ են։ Ես հասկանում եմ գալիս են առաջի օրը, ասում են ուրա չիփսը, հետո մենք Ես ասեմ ուրա չիփսը։ Ծնողների ուղարկած տոպրակով չիփսերը եւ արևածաղիկը հավաքված դրված է պահված։ Դրա համար երբ որ ես ճամբար ուղարկեցի, լրացրեցի, վերջում գրածեր խնդրում ենք չուղարկել երեխաների հետ, ես ասում եմ։ Ես ասեմ մի հատ էլ պատճառ ասեմ։ Մի հատ էլ պատճառ ասեմ, մենք գտնում ենք անտառում։ Մասնաշենքի դռները անընդհատ բաց են։ Երբ որ հիմա ասենք այդ ինչի եմ ասում, որովհետև Google-ում մեծ տառերով կոմենտ է գրած առնետները, նախ վայրի բնության մեջ առնետ չկա, դա բացառվում է, մենք ունենք հա, մենք ունենք փոքր անտառային մուկիկներ, իրանց էլ անուն ունենք, մենք ունենք ճամբարի ներսում Պարանայգի, որի հենց մուկիկի մեր անտառային մուկիկի կերպարով մուկիկ ունենք, իրան սիրում ենք շատ։ Ուջուր սիրում կինգուրու, Միկի Մաուս, ասենք ինձ թվում Միկի Մաուսը դրանից է։ Հա, տուշկան։ Երեխեքը երբ որ գիշերը ուտում են այդ չիփսը ու թողնում են գետնին, առավոտ զարթնում են կամ գիշերը մեկ է մի հատ ճչոց է լինում։ Ինչ եղավ, դա կամ մուկ տեսավ կամ թիթեր տեսավ։ Կրծող կենթանի։ Իրանց էլ ենք չիփսը։ Հա, իմ համար ավելի հավը է, երբ որ այդ ճչոցը լսում ես կամ 14 տարեկան երեխայի ծնողը զանգում, ասում են գիշերը տղաս գնում էր զուգարան եւ տեսավ սարդ։
Չանիկ այդ անտարում բոլոր սա։ Գիշերը անկեղծ եմ ասում, գիշերը 3-ին 14 տարեկան երեխայի մամա զանգում ասում տղաս տեսել է սովն։ Բայց տղան ապրել է բետոնի մեջ, պանելների ներքո եւ չգիտի սարդը ինչա։ Չէ, դե գիշերը այդ պահին մոտն հիմա ասել հետակ սարմեք թիմն հիմա ծնողներ զանգում են ասում են հավաքեք հեռախոսները։ Դες իրանք նայում են սարդը բերեք կախե գլխի։ Ես վերադառնալով թրենդին ցանկանում խոսենք Հայաստանում այդ միտումը կա, տեսնում եք դուք որ գնալով աճում է մասնակիցների քանակը շատանում է թե աշխարհագրությունն ավելանում է ճամբարների քանակը այնքան է շատացել ընդհանուր մասնակիցների քանակը ամեն ճամբարում է քչացել այդ ամենը չի կարող ինձ թվում է տրենդը շատանում է բայց նաև բոլորը դրա մեջ տեսնում են շատ լավ բիզնես գաղափար գուցե մեր համար դա այդքան լավ բիզնեսի տեսակ չի այս պահին, որովհետև իրականում այս տարի թվերը շատ էին նվազել, չնայած այս պահին լրիվ sold out ենք, բայց ցանկացած սպորտային խումբ, ցանկացած սպորտի տրեյներ, ցանկացած ինչ որ մեկը ով աշխատում է երեխաների հետ, որոշում է որ ինքը պիտի անի ճամբար, զանգում է քեզ, ասում է բերեմ իմ խումբը ձեր մոտ դե կորպորատիվ վաճառք է, ինչի՞ չէ, վերեք։ Մեկ էլ մտնում ես Instagram, տեսնում ես քո նկարները, անունը գրած է, չգիտեմ, ինչ որ X ճամբար, բայց ինքը վերում է քո մոտ։ Հա, ինքը իր ճամբարի համակարգը։ Հա, չգիտեմ, X Camp Instagram-ում պրոֆիլ են բացում X Camp անունով, բայց ինքը վերում է քո մոտ։ То есть քեզ քո նկարն, հա, այդ դրա հետ մենք առնչվել ենք, իրանք իրենց տրեյդմարկով են խաղում։ Հա, եթե հիմա ասենք Դիլիջանով կամ Ծաղկաձորով պտտվենք, երևի թե sense մեծ սեփական տները կամ նախքին ինչ որ հանգստյան տները բոլորը դարձել են ինչ որ ոչ թե ճամբարներ են դարձել, այլ հենց sense ինչ որ մեկը գալիս է 2-3 հերթափող ճամբար է անում, շատ սիրուն կլորի գումար դնում է գրպանը եւ գնում է տուն։ Այ եթե կլորի գումարին անդրադառնանք էլի, ասում են հենց փողն է, որովհետեւ փողը շատ կարեւոր է։ Թե չէ մեզ լսող դիտողները կասեն մի քիչ փողից խոսում, այդ փողն էլ այո, այստեղ պատասխանատվություն կրելու մասին է։ Տեսեք, շատ կարևոր բան կա, եթե մենք մտնենք խանութ, գրված լինի հաց 15 դրամով, մենք չենք առնի հացը, որտեվ կա այդ հոգեբանական բարիերը, երբ որ դու արդեն հասկանում ես սրանից ներքև չի կարող ես ապրանքը լինել որակյալ։ Վախենում ես։ Էլ չես նայ զեղ, շա զեղ չի եւ այլ եւ այլ։ Անվճարը կվերցնես, բայց էժանը, շատ էժանը չես վերցնի, կվախենաս, հա։ Հիմա ամբողջ հարցը հետեւյալն է։ Կա ինչ-որ մի հատ գումար, որ դրանից ներքև ծնողը պետք է մի հատ իրան հարց տա, ոնց են տեղավորվում այս գումարի մեջ։ Ես օրինակ պայմանական մեր թիվը բոլորին հայտնի է 110,000 դրամ, բայց հիմա եթե դա որովհետև ունենում ենք նաև ընտանիքից 7 օրվա համար, ընտանիքից 2 եւ ավել երեխաների համար զերծեր եւ այլն, եթե առավել եւս այս տարվա համար, եթե չգիտեմ իրան դնենք հաշվենք, դա абսոլютно 0-ել չի 0-ից ցածր է։ Այսինքն եթե 60,000-ով ասում են թող քո երեխեն գա 10 օրով, պետք է վախենաս։ Ահա, ես չեմ պատկերացնում կարելի է կերակրել, չես կարող ուղակի դրանից անհնարել է։ Ես գիտեք ինչ եմ սա հարցնում էլի, որովհետև ճամբարը ինքը տենց ոնց են ասում, ինքը տենց հնչում է ու շատ կարևոր է, տենց կարաս ֆիլմ նկարես, ծանոթներն են հիշում, նոստալգիկ բերում են եւ այլ, լավ իմաստով ինքը նման է կոնյակին։ Այսինքն այն ամեն ինչի է, որ գույնը փոխած է, հա, ու ինքը կոնյակ է, որովհետև կա մի հատ գին, որից ներքև չի կարա կոնյակ լինի, ինքը չի կարա լինի խաղողի սպիրտից, ինքը չի կարա լինի դուբի բոշկի մեջ, ինքը չի կարա հնեցված լինի, ինքը չի կարա լիքը բաներ չեն կարա լինի այդ գումարի մեջ, հետեւաբար դու կարող ես ստանալ, հա, ու մարդը ասում է ես գնացել եմ 6000 դրամով կոնյակ եմ արել, բացատրում ես որ չի կարա լինի 6000 դրամանոց կոնյակ, որովհետև հաստատ խաղողի պատճառահետևանքային կապ չունի ինքը, էլի։ Հիմա հետեւաբար մենք նույն այդ ճամբարը ինքը չէ՞ մի հատ փաթեթ է, բայց իր մեջ կա Առաջինը այդ սնունդն է, երկրորդը աշխատակազմն է, երրորդը շատ կարևոր այդ սոցիալիզացիան, որ ասում են, խմբում քանի հատ երեխա պետք է լինի կամ ճամբարում քանի հատ պետք է լինի երեխա, որ այդ սոցիալիզացիան արդարացված լինի։ 10 հոգյանոց ճամբար չի, չէ։ Ինքը դες գազել է, չգիտեմ ինչ է իրան։ Այո, ճիշտ է, մեր այս առաջին հերթափոխը հունիսի 29-ը եղել է 15 հոգանոց, բայց այնքան լավ երեխեք էին, այնքան հետաքրքիր իրանց համար անցավ, որ Բայց հավեսա մի դասարան է էլի։ Հա, մի դասարան մոտավորապես, բայց տարբեր երեխեք էին ու մեկը մեկից յուրահատուկ։ Ու մենք էլ հասկացանք, ճանաչեցինք այդ երեխեքին, հիմա այդ նույն երեխեքը երկրորդ անգամ վերադարձել են մեր մոտ մեկ շաբաթ անց։ Մեր համար ճամբարը 200 հոգին է այս պահին։ Նախկինում նույն տարածքում 600 երեխա է տեղավորվել։ Հիմա մենք այդպես չենք անում։ Երկհարկանի մահճակալներ չկան, քիփ չեն, ամեն մեկի մահճակալների արանքում կան պահարանները եւ այլն, այնք ավելի կոմֆորտնե է։
բայց մեր համար, որ մենք տեսել, մենք հավեսով աշխատենք, հետաքրքրվածությամբ աշխատենք, դա պիտի լինի։ Իհարկե չի զիջում մեր աշխատանքը երեխաների քանակից, բայց միևնույնն է ճամբար այդպեսին է ատմոսֆերան, երբ որ երեխաները շատ Քարյուրներով եք, այսինքն չափանել։ Իսկ սեզոնայնության հետ կապված ես հասկացա, որ հունիսին ավելի քիչ աղը, սեզոնի հետ կապված, հուլիսին ավելի շատ, իսկ գլոբալ ինքը որպես բիզնես մոդելից նայելով ինչ եք անում։ 12 ամիս բնականաբար չենք աշխատում, այս պահին չենք էլ կարող աշխատել, որովհետև հսկայական ծախսերի հետ է կապված եւ նույնիսկ ջեռուցման խնդիրներ կան։ Իհարկե կան ապագայում պլաններ ջեռուցման եւ արդեն սեզոնային ճամբարներ անելու, բայց մենք ունենք տարբեր տեսակի ծրագրեր, ընկերություններ, հիմնադրամներ, որոնց հետ համագործակցում ենք, team building form, այո, այդ կուզենամ առանձին դրա մասին խոսենք, ընկերություններ, ովքեր գալիս են, հա, հենց իրենց ինչ որ սեմինարները անցկացնելու եւ այլն, եւ ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր էլի ինչ որ չափով աշխատում ենք։ Իսկ ինչ վերաբերում team building-ին, մեր տարածքը նենց յուրահատուկ ծառայություններ կարող ենք առաջարկել team building-ների համար, որ մարդիկ, չգիտեմ, նույն ծնունդներ կազմակերպելու համար երեխաների, մեր պատկերացումներից դուրս, որ միայն հետաքրքրում է, որ շատ հեռու եք։ Ես մի հարց կներես Նայ ջան, Աննային եմ ուզում տամ սեզոնայնության հետ կապված, քանի որ մի հատ sense բան կա, որ իմ տեսնելով հայկական ընտանիքներում երեխաներին տենց չափազանց շատ ուշադրությունով են սիրում եւ ծնողներն են նույնիսկ շատ ծանր են տանում, որ կտրվում են երեխայից, ոչ թե երեխան։ Այս սեզոնայնության գաղափարից ելնելով դուք օրինակ որպես ծնող պատրաստ կլինեք տարվա մեջ ոչ թե մեկ անգամ 7 օրով, այլ մի քանի անգամ կտրվեք, օրինակ աշնանային արձակուրդները ճամբարում լիներ կամ weekend ճամբարով։ Եթե դուք անձամբ ինձ եք հարցնում, այն ամենը ինչ որ նպաստում է մի քանի թիրախին երեխաս դառնա ավելի ինքնուրույն, երեխան ճանաչի բնությունը, շփվի բնության հետ ու կտրվի գadgetներից, այդ 3 թիրախին ինչը որ նպաստում է, ես պատրաստ եմ իրեն բաց թողնել, ազատ թողնել եւ դրա համար վճարել։ Այդ ես։ Այստեղ մի քանի բան կա, նախ առաջին երեխայի ծնող, մի երեխայի ծնող, դա մի հատ լրիվ ուրիշ սեգմենտ է, հա, երբ որ ունեն մի երեխա, կապվածությունը այդ երեխայի հետ ձեր ասած այդ սիմբիոզը, այդ պորտալարը, որը տարիներով, եթե չասեմ տասնյակ տարիներով երբեմն չի կտրվում, եւ կա ասեք 4-րդ երեխային ճամբար ուղարկող ծնող, որին այնքան է որ մոռանում են, առաջին 3-ը կամ 4-րդը կան ծնողները հակառակը հասկանում եք, որ հենց տենց է։ Միակի պես էլ ասում, մի ամիտ մոռացան։ Քնած մնաց։ Դե այն անեկդոտ կա, չէ, ասում եմ, եթե 4-րդ երեխա տաուտում կատվի թասից, այդ արդեն կատվի խնդիրն է։ Իսկ առաջին երեխայի դեպքում դու այն որ խելագարի ձևով հիգիենա, որտեղ ակնելու ինչ ուտելու հիգիենան, դա նորմալ է, այսինքն էլի ծնողները այնքան տարբեր են։ Հետո մի երեխա այսպեսին է, մի երեխան այնպեսին է, չգիտեմ։ Ես անձամբ շատ կուզեի տարվա 4 եղանակին իմ երեխան գնար բնություն։ 4 եղանակն էլ տեսներ։ Հա հիվանդանար, հա հարմար չլիներ, բայց ինչի են հիվանդանում էլի, որովհետև մեծացել են տենց տնական բույսի, այս բույսի նման, սենց գարշակի մեջ ջրել ենք արևի շողերը, աման հանկարծ բան չհազա, չփրշտա, արդյոք հողը բավարար խոնավ է եւ այլն, ու երբ որ իրան հանում ես ճամբար ոչ սեզոնին, այսինքն ոչ ամռան 3 ամիսներին, մի բան գլխին գալիս է, դե հետո էլ դու որպես նոր գիտես որ գնալու ես հիվանդանոց մի քանի օր այնտեղ անցկացնես, իսկ մենք դա ժամանակին գնում էինք ոնց որ գործի, էլի, ամեն շաբաթ կամ ամիս հիվանդանոց։ Դա էլ է նորմալ, հա, այդ մինչև 7 տարեկանը, որ պետք է ամսվա մեջ, տարվա մեջ մինչև 12 անգամ հիվանդանալը նորմա է։ Okay, բայց ծնողը հաճախ դա մոռանում է։ Ես կուղարկեի սեզոնային ճամբարներ, ես երջանիկ կլինեի, որ լինեին սեզոնային ճամբարներ։ Ես շատ ուրախ կլինեի, որ ձևավորվեր մշակույթ ճամբար ուղարկելու։ Ես հիմա երջանիկ եմ, որ իմ երեխան պահանջում է ինձանից ուղարկել իրեն նորից ճամբար։ Իսկ վարքագծային փոփոխություն նկատել եք։ Չէ։ Քիչ է։ Կարճ 21 օրը որ ուղարկեմ։ Ես ինչ եմ հարցնում, որտեվ դու այդ երբ որ հայտնում ես այդ միջավայրին, որ ծնողներից կտրված ես, դառնում ես ինքնուրույն ու լիքը հմտություններ, որոնք քո մեջ կա նոր միջավայրում, դու կարող ես քեզ ներկայացնել։ Ինչ ասեց ճամբարի ղեկավարը, այդ հարցին պատասխան ասեց ձեր աղջիկը գրիվում էինք, ասեց ձեր աղջիկը առաջի 2 օրը մի մարդ էր, 3-րդ օրից ինքը գլխի վրա շուռ եկավ։ Որտեվ ինքը հանկարծ հասկացավ, որ վայ այդ կամերան վերահսկողական այդ մամայի աչքը, պապայի աչքը չկա, որ ես կարող եմ լինելով ես կամ ու ընդհանրապես ես հայտնվել եմ մի պայմաններում, բնության պայմաններում գետ կտրելիս, իրար ձեռք բռնելով, որ հանկարծ մեկը գետը չընկնի, սար բարձրանալիս ու բոլորին սպասելով, իսկ ես սովոր չեմ բոլորին սպասել, բոլորը միշտ ինձ են սպասել այ քեզ բան, ու այնտեղ ի հայտ են գալիս ինչ որ, ինչ ասեմ, իրենց մեջ ճանաչողությունը բաց մարդու զարգանում ազատ են թողնում։
Իսկ այստեղ ով է թողնում։ Մենք անընդհատ մի արա, մի սա արա, նա արա, սա մի արա, նա մի արա, ու երեխեք այդ քառակուսու մեջ են։ Դրա համար մեր ձայնը չլսեն, գնում են սենյակ, դուրս շխկացնում են, մտնում գաջեթի մեջ։ Ես կավելացնեմ նաև մեծահասակների համար ճամբար, որտեղ Հայաստանում լուրջ խնդիր է, որ մարդիկ չեն կարողանում իրար գտնեն ծառաչեն, որտեղ սոցցանցերում ծանոթանալը վատ է, փողոցում ծանոթանալը վատ է, ռեստորան։ Առաջվա համակարգը բակը, որ իջնում էին տարիքով մարդիկ իրար հանդիպում էին, շփվում էին, խոսում էին, ինչ-որ մի բան էին անում, հայ, այսինքն չգիտեմ, իրար հետ ձավարն էին մաքրում, չգիտեմ, մի բան անում էին։ Մենք այսօր ամենամեծ վատ բանը իրանց համարել ենք արել, իրանց փակել ենք սենյակում, հերոսացույցը տվել ենք, այդ խեշ մարդիկ նստած ամբողջ օրը ֆրստում են YouTube-ի շոչիկը։ Քննարկում ենք այդ տարբերակները մի քանի տենց պարտներների հետ, որ նաև սեզոնից դուրս լինի մեծահասակների, իսկ ինչ վերաբերում է մեծահասակ նկատի ունեք չափահաս մարդկանց, թե մեծահասակ տարիքով։ Որ տարիքի ուզեք։ Թոշակառուների։ Տարբեր սեգմենտների Ես դրիվ թոշակառուները։ Ես չափահասների շատ պահանջված։ Մեծահասակ չի։ Մեծահասակ 40-ից հետո է։ Իմ համար 10-ից հետո սա մեծահասակ։ Ես ասեմ, դու երիտասարդ ես։ մեր համար օգոստոսը հենց այդ տարիքի երիտասարդների համար է եւ հիմա արդեն շատ 18-19-20 տարեկան երեխեք ունեն գրանցված, ում համար լրիվ sense էքստրիմ ճամբար դառնում, իհարկե երեխաների համար էլ նույն ձևով արկածային անտառ, իսկ ինչ վերաբերվում է ծնողների առանձին լինելուն երեխաներից, ես ասեմ մեր մոտ ոնց է աշխատում, մենք ունենք, չգիտեմ, երևի վստահությունից է կամ իրենց ուսումնասիրությունից, research-ից է, մենք ունենք հստակ ծնողներ, ովքեր ամառը բերում են իրենց երեխաներին երկարատև թողնում են մեր մոտ, իրանք գնում են հանգստանալու։ Մենք ունենք այլ երկրներից, հա, այլ երկրներից երեխաներ, ում ծնողները ստեղ աշխատանքի բերումով են, տարբեր ինչ-որ գիտական եւ այլն, եւ իրանք բավականին երկարատև ժամկետով երեխաներին վստահում են մեզ եւ տարիներ շարունակ։ Այս մասով նախնական քննարկման ժամանակ հետաքրքիր միտք եղավ, Նարեկը առաջարկում էր, որ կարելի է դիտարկել նաև որպես հնարավորություն Հայաստանը Սփյուռքի մեր երիտասարդների երեխաների համար որպես կրթական պլատֆորմ, այսինքն Հայաստանը ճիշտ ճանաչելու, քանի որ դրսում ապրող հայերը իրանց այդ որ ասում են այդ տարի գնացել են, իրականում այդ տարի որ գնացել են, այդ պատկերացումներով ապրում են իրանք Հայաստանի մասին, սա ոնց որ sense հետաքրքիր թարմացման տեսակ Իրանք ինչ ստացել են, ինչ ինֆորմացիոն դաշտում եղել է։ Չեն կարողանում այդ բանը։ Չգիտի, որ մենք ասում ենք, մենք Հայաստանը հենց այսօրվա Հայաստանի Հանրապետությունը առաջի քրիստոնյա պետությունն է, բայց նրանց ասում ես, որ ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդը չի թագավորական Հայաստանն է, հետեւաբար ու համանդրությամբ մենք աշխարհիկ պետություն ենք։ Հայ աշխարհը մեր թագավորները ընդունել են, բայց իրավահաջորդությունը չի պահպանվել։ Հետեւաբար ինչի է սա շատ կարևոր, որովհետեւ այդ երեխան, որ ելնում է դուրսը դա ասում է, երկու քայլով մեզ չսիրող շրջապատված ոչ մեծ բարեկամ պետությունները երկու քայլով այդ երեխուն ասում են դե հանի ցույց տուք համանդրությամբ, որ դու այսօր քրիստոնյա ես։ Ու հույնը կարմա դա ցույց տա։ Իսկ մենք ու այդ երեխան հետո ասում են ինչ ուլից ասել են Հայաստանի մասին, փաստորեն ամբողջն ասում։ Ու ինքը ոչ մի բան չի ասում։ Հետեւաբար շատ կարևոր է այդ երեխային բերել ճիշտ մեսեջներ տալ, ինքը ճիշտ մեր երկիրը ճանաչի, չգիտեմ ճիշտ ձևով կարողանա հետո մատուցի։ Ուզի բերի այդ ճիշտ մեսեջները տա։ Էլի գալիս ենք նա որոշումը ու կապ ստեղծի Հայաստանում ապրող երիտասարդների մեջ երեխա այդ կապը ստեղծի, եթե փախել այստեղից ու լսել չի ուզում ու փախցրել է երեխային բանակից ու ասում է դուք էլ ձեր Հայաստանն էլ ոչ ուղղակի երեխային ճամբար է ուղարկում։ Այս ավելի շատ ինստիտուտային ովքեր ծնվել են այնտեղ, օրինակ ովքեր ծնվել են դրսում, այդ ոչ մենք ժամանակին տարբեր ծրագրեր ունեցել ենք սփյուռքահայերի համար, դա շատ մեծ գլոբալ ծրագիր է եղել, որ գրեթե Հայաստանի ամբողջ սփյուռքից, то есть հայոց սփյուռքից երեխաներ ունեցել ենք ճամբարում, հսկայական ծրագիր է եղել, դա միայն մեր ծրագիրը չի եղել, բնականաբար պարտներների հետ է եղել եւ դա շատ հետաքրքիր ծրագիր էր ու հենց միտված էր դրան եւ շատ երեխեք ովքեր երբևիցե չեն տեսել, չեն իմացել ինչ է Հայաստանը, այսօր չնայած ասեմ ձեզ որ դրսում շատ ավելի լավ գիտեն մեր պատմությունը, քան մենք երեխեքն են եւ բայց իրանց աչքով գալ տեսնել այս բնությունը, այդ համն ու հոտը քողի կարող ենք ասենք, որ թրենդը կա, նաև Հայաստանում կա, արդեն եկել է երևի այն բանը ասել, որ կարանք ինչ-որ փոփոխությունների բերենք, որպեսզի ավելի լիցենզավորված, մի քիչ ավելի գրագետ սկսենք զարգանալ, բայց այն, որ հետաքրքրություն կա ծնողների կողմից, այն, որ լիքը ճամբարներ ա բացում, բայց դեռ հարցեր կա որակական, այդ ամեն ինչը այս բան կա։
Բայց նաև շատ կարևոր է ինչպես ինքնակառավարումը, որովհետև կապիտալիստական աշխարհում շատ կարևոր է, որովհետև մենք հիմա կարանք խոսենք, ասենք, այ մի հատ ասոցիացիա պետք է բացվի, մի հատ գերատեսչություն պետք է բացվի, ճամբարների նախարարություն, չէ, Ժորժ ջան։ Լիքը բաներ պետք է լինի ինքնակառավարման ու շատ կարևոր է արդար խոսելը, հա, այսինքն, տեսեք, մենք ունենք այդ հմտությունը լավ բան անել, բայց թող ուրիշները տենան։ Չէ, եթե լավ բան եք արել, գոռացեք սրա մասին ու ասեք, որ սրանից ներքև ժողովուրդ արդեն վտանգավոր է։ Խնդրում եմ, ոչ թե թող մարդը 7 անգամ է փորձի նոր գա, որովհետև կարող է ինքը մի անգամ փորձի ու իր մտքով անցնի, որ բոլոր ճամբարները սա են։ Այսինքն մարդու չես կարա մեղադրես։ Շատ կարևոր է։ Իր բլոգում կկրթի ծնողներին, որպեսզի ճիշտ պահանջմունքներ ունենան ճամբարների, որտեղ մենք զուգահեռ պետք է աշխատենք այդ պահանջարկի հետ, իրենց լրիվ այլ առաջարկ ներկայացնելով ու ես նորից պնդում եմ, որ նույն մարքեթինգային պլանը դուք պետք է ոչ միայն հասնեք, այլ այդ ահռելի այսբերգից ընտրեք ձեր նիշան ու ասեք դե իմ նիշան սա է, չէ, մյուս բոլոր նիշանները պետք է կրթել։ Մենք այս տարի մի բան մտածեցինք, այսինքն միշտ պիտի մտածես ինչ-որ մի բան, որով որ երեխային պիտի ճանապարհես։ Շատ ճամբարներ կան, նվերներ, շապիկներ, գլխարկներ եւ այլն, ինչ-որ դրանից դուրս ինչ-որ բան մտածեցինք, անձնագրեր սարքեցինք։ Ու այդ անձնագրի գաղափարը երեխեքին շատ հետաքրքրում է եւ այլն, բայց մեր համար որպես ճամբար եւ ծնողի համար որպես ծնող ոչ թե հենց այդ անձնագիրն է, որ պիտի հետաքրքրի, այլ այնտեղ ահագին հետաքրքիր ինֆորմացիա կա, թե երեխան ինչ ուղերձ ունի ծնողին եւ թե ջոկատավարների կողմից, ճամբարի կողմից եկած ինչ ուղերձ կա ու ինչ experience ունի երեխան ճամբարում, ինչ հաջողություններ, ինչ achievement-ներ ունի, ստիկերներով, բանով կա։ Ճաշը կերավ։ Չէ, ճաշը կերավ չէ, իրականում achievement-ները պարանայգին, որ մենք ունենք, երեխաների համար բարձրություն հաղթահարելը, առաջ գնալը, դրանք լուրջ իր ռեկորդները, շատ հետաքրքիր։ Եվ երեխեքը հիմա արդեն պայքարում են, որ ամեն ինչ անեն, որ այդ բոլոր ստիկերները ունենան, որովհետև վերջում կոչումներ կա, ամենալուրջ կոչումը դա ապագա ջոկատավարի կոչումն է, իհարկե։ Հանրայնացումը ցանկացած ֆորմատի մեջ բերում է։ Բայց այդտեղ նաև կա շատ կարևոր մեսեջ, որը այս վերջերս նախորդ հերթափոխին նկատեցինք, մենք բոլորս ջոկատավարները, երբ որ այդ լրացնում են եւ այլ երեխաների մոտից հավաքում են, որպեսզի լրացնեն, շատ ուշադիր են դրան։ Մի երեխա ունենք, որ ինքը ընդհանրապես չէր սոցիալիզացվում, ընդհանրապես չէր շփվում ու անընդհատ տուն եմ ուզում, papan եկավ մի օր նեղված, թե ինչի է իմ երեխան տուն ուզում, եկավ տեսավ որ բոլոր երեխաները զբաղված եւ այլն ուրախ, այդ երեխայի անձնագրի մեջ երեխան ինքը իր անձնական նպատակը, ինչն այնտեղ կա ճամբարային նպատակներ, իր անձնական նպատակը ուզում եմ լինել շատ հարուստ եւ ունենամ կարճ կյանք։ То есть ես որպես ծնող, եթե դա հետ գա եկելա ձեզանից ինչ-որ բան է պահանջում։ Տեսնեմ, ես արդեն լուրջ, չգիտեմ, կարող է ինքը նկատի 100 տարի։ No, երկար չապրեմ։ Չգիտեմ, ինչքան ուզեցել է։ Հետո գրել է, այնտեղ ուսեն տեքստ կա, ինչ լավ է որ, դες մենք ազատ ենք թողել, չենք պարտադրում որ բոլորը գրեն ինչ լավ է որ, բայց այդ երեխան գրել է, ինչ լավ չէր, որ ես քաղաքից դուրս եկա։ Այսինքն ես շատ կուզենամ, որ իմ երեխան երբ որ գա, ես դա կարդամ, իմ համար դա մի հատ sense զվանոչիկ լինի, որ ինչ որ բանի վրա պիտի ուշադրություն դարձնեմ, ոչ թե ընդհակառակը գնամ ասեմ ինչի է իմ երեխան չի կարողանում ընկերանալ եւ այլն, եւ ես միայն շնորհակալ կլինեմ։ Համեմատություն անենք հայ ծնողների եւ ռուս ծնողների, ես ուղղակի ամեն հայ ծնողի հետ խոսալուց ես չեմ ամաչում, ասում եմ որ մեր հայ մամաները, տատիկները իրանք շատ գերխնամք, փաթաթած, չեմ կտրի, չեմ անջատի իմ երեխուն եւ այլն, բայց ռուս ծնողների երեխեքը եւ իրեն եւ դաստիարակությունը եւ սննդային իրենց սովորույթները եւ դիսցիպլինան լրիվ ուրիշ է։ Մեր երեխեքը ինչի պիտի ես հերթապահություն անեմ, ինչի պիտի իմ տղան հերթապահություն անի դարպասի մոտ, ինչի որ սովորի, որ նաև ինքը պիտի պատասխանատվություն կրի այդ դարպասի անվտանգության համար, դա էլ է չէ challenge, հələ կանգնի տես ուշադիր ես դու թե չէ, ինչի պիտի իմ տղան կանգնի դարպասի մոտ։ Իսկ ինչ որ է փողով օպցիա, որ դի հանում են։ Չէ, պրոստը հիմա ես ամեն ինչի վրա մտածում եմ, դա $5,000 վճարում ես եւ երեխան դարպասի կողքը չի կանգնում։ Բայց իմացար։ Չէ, ասում եմ հարց
10000 վճարել ենք, որ բանը իմ աղջիկը Սևան սրբի կամ ափսե հավաքի, այո, 110000 դրամ տալիս եք, որ ձեր երեխան հերթապահություն անի, իր կերած ափսեն տանի։ Հետո դուք տան ուրախանակ, որ ձեր երեխան սկսում է գնահատել մայրիկի եւ տատիկի աշխատանքը։ Այո, նստում են էլեմենտար մակրոհու հանդեպ հարգանք չկա երեխեքի մոտ։ Ոչ դպրոցներում, ոչ միտեղ, տարիքով կին, որը աշխատում է, իր հանդեպ չկա բացարձակական, չգիտեմ, այս թեմայի մեջ չի, բայց այն որ վարորդները ամենուր անընդհատ տեսնում եմ ծխեց ու գցեց պատուհանից։ Ինչ որ մի հավաքարար, դա մաքրելու է ինչ որ։ Այո։ Իրենք համարում են վարորդների ճամբար։ Ինչ ճամբար ուզեք կարող ենք անել, ինչ վերաբերում է տարեցների, էլի տարիք կա, որ բոլորին հետաքրքրում է, իսկ կոմֆորտը, իսկ տատիկ պապիկը առանձին կքնեն, այդքան սենյակ ունեք թե չէ, որ ասում ես ճամբարային ենթակառույցներ են եւ մի սենյակում 10 հոգի է քնում, այդտեղից բոլորը արդեն ասում են դե լավ, գնանք այնտեղ, որտեղ որ 2 հոգանոց սենյակներ են։ Եվ ցավոք սրտի, այսօր ծնողները ուզում են, որ իրենց դեռահաս երեխաները գնան հյուրանոցային պայմաններում ճամբար, որտեղ 2 հոգով են քնում, դուռն էլ ներսից փակվում է, եւ չեն մտածում դրա հետևանքների մասին։ Ես էլ ուզում ասեի, եթե մենք բացատրենք, որ 10 հոգյանոց դա հենց այն ոչ ոք չգիտի, որ դա 10 հոգյանոց հենց այն շիորիված։ Իհարկե, 16 հոգյանոց, հիմա եթե 10 մահճակն առաջ 20 մահճակներ երկար կան։ Դա հստակ հաշվարկված թիվ է, որտեղ միավորվում է միանում է համայնքային անվտանգությունը ու քո երեխան ավելի անվտանգ է, քան 2 հոգով փակված սենյակում։ Այո։ Դու տեղ պետք է նստես, մտածես ում է դա քո երեխան ու ոնց է դա փակվել։ Ու ինչի, ես ասեմ ձեզ, ճամբարը ծնող, որը մեկ այլ ճամբարից բերել է մեր մոտ հաջորդ տարի, ասում է, այսինքն երեխան է պատմել, ծնողը չէ։ Ջոկատարները դրսից փակում էին դուռը, ինչի որովհետև գիշերը հավես չունեն անցուդարձի ու ասենք ներողություն, որ այդ երեխան վաց գած իրան, ինչ պիտի իմանաք։ Երկու հոգանոց սենյակ իրավիճակը դուրս բացեն։ Հետաքրքիր է շատ մարդով մի սենյակում մնալը։ Ինքը դեռ որ գիշերը խոսում են մարդագալի ձևս տալիս քնած ես, ինքը տենց հետաքրքիր նաև ժամ։ Գիշերը դրանց մեկի ձեռին խփում ես։ Պաստա ես քսում, հազարատ հետաքրքիր։ Էդ էլ է խնդիրը, առաջ մենք ինչ կատակ ու այսօր ասում են պրանկ, ասես արել ենք, այդ նույն պաստան։ Այսօր դա լուրջ տրավմա է երեխու հանդեպ, ինչ եք ասում, ինչ պաստա։ Մեր աչքերի մեջ այն ամենավատ հունավոր օծ, ծնողները հաճախ հարցնում են, բա որ հանգարց օծ լինի։ Լոռու մարզում չկա թունավոր օծ, որտեղից գիտես, դա գիտելիք է, որ մենք ունենք։ Օծերը հավաքվել ասել են։ Չէ։ Մենք Լոռու մարզ չենք գնում։ Մեր Հայաստանի ներողություն։ Մեր Հայաստանի օծերի տեսակ բնական պայմաններում։ Այո, չկա, թունակա, պիտոններ, դեպի դսեղ եւ այլն, բայց թունավոր օծ մահացու թունավոր օծ չկա։ Այդ որ մի քիչ ավելացնում է գնալու մահացու։ Չէ։ Կա։ Հստակ Լորդի չկա։ Լորդի կա։ Գծում է, բայց թունավոր չի, չէ։ Ես մի հատ եմ հարցը տվել եմ։ Մողեսներ կան, խեթ մողեսները մեր ճամբարում անհետանում են։ Գիտեք ինչ են անում երեխեքը այդ մողեսները, ինչ են վանգում։ Մողեսի պոչ պոկելու համար փող են աշխատում։ Հա, ես բան եմ անում։ Ամեն պոչի համար 1000 դրամ։ Մենք կոնֆետներով բարտեր էինք անում։ Ես վախենում եմ բնապահպաններ։ Ես 6 հատ մողես եմ հետս տարել։ Տարատուն ուզում էի բայ ճանապարհին կանգնացրեցին ավտոն, ասեցին թող այս մողեսներին բնությանը, տենց մողեսների տեսակ կար, որ այնտեղ բան հանքավանից հետս տարել եմ Սևան, հիմա Սևանի այդ մողեսներին ես եմ այնտեղ թողել։ 4 տարի արեցի,